Vitesse Media եթերում ողջունում ենք մեզ դիտողներին եւ մեզ հետևողներին, սկսում ենք Wanshi հերթական թողարկումը ու այսօր առաջարկում եմ ելի ինչպես միշտ անդրադառնալ անցնող շաբաթվա իրադարձություններին, թեև գուցե այս պահի դրությամբ իրադարձությունները այնքան արագ են զարգանում, որ հաճախ որոշ թեմաներ տպավորություն կա, որ արդեն քննարկվել եւ դուրս է եկել օրակարգերից, բայց ես առաջարկում եմ սկսենք Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից եւ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններից, այնուհետեւ հաջորդիվ անդրադարձ կատարենք ամենատարբեր թեմաներին, որոնք մեզ ուղեկցեցին այս շաբաթվա ընթացքում։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում, փաստորեն քրեական վարույթի շրջանակներում, փաստորեն քրեական գործ հարուցվեց Գյումրու քաղաքապետի եւ մի խումբ այլ անձանց նկատմամբ, որոնք կասկածվում են, այսպես ասած, կաշառք ստանալու եւ չգրանցված գույքը գրանցելու դիմաց ըստ էության հրապարակվեց նաեւ ձայնագրություններ, գաղտնալուսումներ, թե հիմա ինչպես մեր սիրելի Դանիել Իոնիսյանն ուզում ասել, գուցե նաեւ ներքին լսումներ, ես դրանց տարբերությունը չգիտեմ, հետաքրքիր է կքննարկենք նաեւ դա կհասկանանք։ Եվ հետևեցին իհարկե իրավապահների համապատասխան գործողությունները, դատարանը 3 չառաջով, եթե չեմ սխալվում, թե հենց նույն օրի լուսաբացին վճիռ կայացրեց կալանավորման վերաբերյալ 2 ամսով նախնական կալանքի տակ է հիմա Գյումրու քաղաքապետը։ Ինչ է տեղի ունենում եւ ուր ենք շարժվում։ Դե ըստ էության ընդդիմադիր քաղաքապետները մենք գիտենք, որ Հայաստանում տենց ուշադրության կենտրոնում են գտնվում, թե քաղաքական իշխանության կողմից, թե իրավապահ մարմինների կողմից, իմ մոտ միանգամից հարցեր առաջացել, իհարկե ամեղության կանխավարկածը պահելով, ոնց կարող մարդը իմանար, որ իր սենյակում կարող են իրեն գաղտնալսել ու տենց ոնց որ հաշվի չառնել էլի այդ հանգամանքը ընդհանրապես, բայց միևնույն ժամանակ ինձ թվում է այստեղ կարևորն այն է, որ օրինակ հիշում ենք Մարտոն Գրիգորյանը, որ զգուշացնում էր, ասում էր, եթե Վարդան Ղուկասյանը գա, այս քաղաքը ուզում են sense մեր տակից տանեն եւ այլն, նկատի ուներ ոչ թե այն հանգամանքը, որ Վարդան Ղուկասյանը կդառնար ԿՊԱ-ական, այլ նկատի ուներ, որ շատ խոցելի քաղաքապետ է Վարդան Ղուկասյանը ու ինքը դա չէր թաքցնում, այսինքն եթե հիշենք իր քարոզարշավը ինքը ասում էր կոպիտ ասած ինձ բռնելու են դրա համար մտել եմ քաղաքականություն ու սա ինձ թվում է այտենց հա դե մոտավոր է դեր ասում էլի այսինքն իմ հետևից գալու օրինակ հիշում եմ այս վերջերս Գյումրի տոններ նշվում ասենք ինքը այնտեղ իր այն պաթոսով արտասանող այդ հատվածն եմ հիշում այդ որ ինքը արտասանում են ինչ որ չգիտեմ հայրենասիրական ինչ որ բանաստեղծություններ այդեղ տողեր կային որ ինձ գալու են կախաղ հանեն եւ այլն եւ այլն արամն եմ քաջարա հա ինձ տանում են կախաղ Իսկ թվում է այտենց ես այտենց այդքան շատ զարմացած չեմ ոչ թե զարմացած եմ հակառակ արձագանքից երբ որ մի քանի ժամում կամ մի ժամում գուցե բազմաթիվ մարդիկ շրջապատեցին Գյումրու քաղաքապետարանը ու բոլորի մոտ այդ Վարդան Ղուկասյանի ձերբակալման այդ դրվագներից ամենահիշարժանը նա էր որ հետևի մուտքից երբ որ իրան դուրս էին հանում ինքն էլ էր վազում իրավապահների հետ դրանով չգիտեմ եթե ուզում ես ցույց տա որ ինքը այտենց չի փախնում էլի այտենց չի դիմադրում ու ինքն էլ այտենց իրականում այդ նախասրահում հա այդ իր սենյակի մուտքի հատվածում ասում էր մենք ոչնչի չենք վախենում, մենք կհանձնվենք, հետո իրանք ոչմ էլ այտենց արդար դատակնությանը մենք կողմնակից ենք։ Ինձ թվում է այտենց նորմալ սցենար էր, որը այտենց կանխատեսելի էր Գյումրու պահով, ու էս էլի գալիս է այդ հիմնական մեր ասելիքը, որ այս մարդկանց պարագայում մենք ունենալու ենք այդ կոռուպցիայի հետ կապված կամ ցանկացած չգիտեմ թալանի կոռուպցիայի իրավազանցության ցանկացած թեմայով խոցելի է այս ընդդիմությունը ու շատ հարմար է իշխանության ուղղակի այստեղ որպես այտենց ժողովրդավարությամբ շահագրգռված մարդիկ մենք ինչ ենք տեսնում մի կողմից էլի ամեղության կանխավարկածը պահելով մի կողմից գործ ունենք տարբեր քրեական գործերով անցնող շատ խոցելի ընդդիմադիր գործչի հետ եւ մյուս կողմում ունենք այն մարդիկ ովքեր իրենց կարգավիճակից ելնելով պետք է ավելի պատասխանատու լինեն, որովհետև քաղաքական իշխանություն են ու իրենք պահաբաշ չեն թողնում անհամաչափ ուժ կիրառելու տեսանկյունից, օրինակ ես տեսա որ մեր ձևով շարժման փաստաբաններից ով կարծես թե Գյումրու շտաբի ղեկավարն է, կարծես իր կարգավիճակով Ռուբեն Մխիթարյանը նույնպես 2 ամսով
կալանավորել են, ես օրինակ շատ այդպես փորձեցի հասկանամ ինչն է, էլի խնդիրը ասեմ։ Ես այսքան ժամանակ չեմ տեսել, որ զուտ բանը ցույցին մասնակցելու համար 2 ամսով կալանավոր են, ու էլի այստեղ գալիս է այդ հիմնական խնդիրը, որ Հայաստանում կալանքը որպես ոչ թե խափանման միջոց է կիրառվում, այլ որպես պատժի միջոց է կիրառվում, այսինքն համաչափության խնդիր կա ու այդ համաչափությունը այնքան խախտվել է այս վերջին դրվագներով ընդդիմադիր կամ եկեղեցու նկատմամբ այդ տարբեր գործերով, որ մենք իրավունք ենք տալիս վերապահելու, որ շատ հաճախ որ նույնիսկ մարդիկ, ասենք, խախտել են օրենք, իրենց նկատմամբ քաղաքական մոտիվներով այնպիսի կալանքի, այնպիսի խափանման միջոցներ են կիրառվում, որ մենք կարող ենք հանգիստ ասել, որ իրանք քաղբանտարկյալ են, ինչ որ առումով, որովհետեւ եթե մարդը պետք է ընդամենը 72 ժամ լիներ քաղմասում, այսպես ասած, ինքը նստում է 2 ամիս կամ գոնե առնվազն այս բանը այդպես է ֆիքսված ու այնտեղ իհարկե խոցելի է այդ մարդը, ասենք, իրավապաշտպանն է, ձեռքը նույնիսկ վերաբարձրացնում, ասում է մի արեք սենց եւ այլն, այսինքն էս է խնդիրը, կա խոցելի ընդդիմություն, որ անցնում է տարբեր քրեական գործերով, կա իշխանություն, որ դրանից օգտվելով կիրառում է անհամաչափ ուժ, այսպես եմ ես պատկերացնում։ Այս ֆոնի վրա ու նաեւ այլ քաղաքական process-ներ, որ գնում են, ես ուզում եմ շեշտը դնեմ հիմնականում իշխանության խոսույթի վրա, ակնհայտ զգացվում է, որ sense շատ հանգիստ, արխային, sense ինչ որ արդեն մի քիչ չեմ ուզում այդ բառեր օգտագործեմ, բայց լեզվա այդ բառամթերքը փոխվել է գործող իշխանության կողմից ու արդեն շատ sense էլ է, որ ես ուզում եմ հիշեցնել, որ ընդամենը մի քանի օրինակ այդ նույն բառամթերքը նրանք չէին օգտագործում օգոստոսի 8-ից առաջ կամ չգիտեմ ինչ որ այլ մեծ գործընթաց քանի գնում sense փոխվում է այդ իրանց ինքնավստահությունը մի քիչ ավելի մեծանում է ու ես այդքան այդ նմանվում է Սերժ Սարգսյանի հանրապետական իշխանության վերջին տարիներին, հա, որ տենց երթվում էին, որ հաջորդ բանը էլի անցնում է, բան Մելիք Ադամյան 3-ով, չէ, հաջորդ իշխանությունը պետք է այդ տեղով անցնի, հա։ Այս ոնց որ իշխանության խոսույթի մասով է էլի ուզում անդրադառնալ, որովհետև շատ sense լկտի են արդեն էլի խոսում ու տարբեր մակարդակներով։ Ու էլի ճիշտ ես ասում, որպես քաղաքասարակություն հիմա բնականաբար ասենք փաստացին դեղ այդ ձայնագրությունները ես որ լսեցի իմ համար ակնհայտ էր որ այդ մարդիկ կաշառք են ուզել ու այն շատ ասել Դանիելին շատ մաքուր գործ է էլի ինքը բանով հա շատ ափաշկարա մաքուր գործ է դե այդ թեմայով դա չեմ ուզում խորանալ ասենք ինչի է կարել 2-3 էպիզոդ առաջ որ խոսում ենք ես ասում եմ ախպե այդ մարդիկ ասենք абսուրդ է իմ համար իշխանություն ստանաս բանում ասենք մարզում թիմում ու դու չաշխատես իդեպ իշխանություն ստանաս այն խոստումով որ գալիս է Գյումրիից Նիկոլին հեռացնելու կամ այսպես ասած հեղափոխական բանով ու սկսես զբաղվել ասենք այդտենց հիմար բաներով մի քիչ абսուրդ է իմ համար էլ այս ոնց որ այս մասով բայց էլի էի ուզում բան ասել ուղղակի միտքից էլ կտրվեց ես շարունակեմ միտքը մինչև դու կհիշես ես մի բան ասեմ էլ այդ վազելու պահը այդ ես ֆիքսել եմ բանով եթե չեմ սխալվում Շանդարությունյանի բաներով այդ մի քիչ այդտեղ գողական պահ կա իրականում ոչ թե որ որ դա այդ բանը այտենց ծալում են, չէ, դնում են վզին բան, sense մտցնում են, այդ պահը ինքն հենց էր ուզում անի, որ չանեն էլ իրան։ Ես այդ պահը ջոգի, որ ես իմ բանով գալիս նստեմ, որովհետև ես հիշում Շանթարությունը պատմել, ասում որ ստուգողները գալիս էին, դե որ գալիս են, դուրը խփում են, դու որ այդ ոստիկանի դեմս պիտի կանգնես։ Ես խոցում եթե նստած ես։ Ու որpիսի դու իբր չես կանգնում, հենց զգում ես, որ ինքը գալիս է նախորդ կանգնում ես, որ ինքը գա դուրը բացի, դու արդեն կանգնած ես։ Այդ հարգանքի բանը ցույց չտաս, էլի։ Ոնց որ այդ կապը էլի նախորդ ինքս վազում էր, որ իրան բան չանեն, էլի չտանեն։ Դե Գյումրու մասով իրականում իսկապես կանխատեսելի էր, հաշվի առնելով նաև իշխանական падգամավորների եւ իշխանության ներկայացուցիչների տարբեր ելույթներ, եթե կհիշեք նաև Գյումրուց ընտրված ոչ թե Գյումրուց ընտրված, հիմա չունենք այդ ռեյտինգային ընտրակարգ, այլ Գյումրին ներկայացնող падգամավոր իշխանական Էմա Պալյանը ասում էր, որ սպասեք այդ օրվան։ Հանրահավաքի տեքստով ինքն ասում էր, որ դա տեղի է ունենալու։ Դրա մասին ասում էր նաև վարչապետ Փաշինյանը, այսինքն այս տեսեք անգամ այն դեպքերում, երբ առերևույթ տպավորություն կա, որ հարուցված քրեական գործը իսկապես մաքուր քրեական գործ է, իշխանությունները մինչև այդ իրենց հայտարարություններով եւ դրա ընթացքում եւ դրան հաջորդող հայտարարությունների մակարդակում թույլ են տալիս այնպիսի վրիպակներ, որոնք այսպես ասած ընդդիմության ներկայացուցիչների համար պարարտ հող են նախապատրաստում անգամ այս կամ այն դեպքով ասենք հայտարարել, որ այսինչ մարդը
կաղբան տարիքալա կամ Դե չի։ վրիպակ չէ, այդ իմ ասածն է, այնքան արխային են իրանք։ Հա։ Դե արդեն բան է, էլի, մեկը Հա։ գիտեն, որ իրանք ձեռնա վտանգ չի սպառնում իշխանությանը, հանգիստ ոնց Կանում եմ բան ու իրականում շատ նաև ես մեկ այլ բան էլ նկատեցի, այսպես գուցե քննարկումներից դուրս մնացած այդ մեզանում ինչ որ նաև իշխանությունների վերջի տարիներին հատկապես նաև Արցախահայերի այսպես նկատմամբ ընդհանրապես տարբեր խմբերի նկատմամբ ատելություն գեներացնելու հետաքրքիր տակտիկա ունեն։ Ես նկատեցի նաև խոսույթի մակարդակում կամ այսպես ենթագիտակցության մակարդակում, երբ որ անընդհատ խոսում էին Վարդան Ղուկասյանի ձերբակալման մասին, բան, ասենք այդ նաև ասենք անընդհատ ասում են Վարդանիկ, ընդ որում ոչ թե դյով են ասում, նաև շատերը ծաղրանքով Վարդանիկ են ասում։ Ու տպավորություն կա, որ գյումրեցիների ակցենտներն են իրանք սկսել ինչ որ sense ծաղրի ենթարկել, որտեղ շատ նուրբ բան եմ իրականում ասում եւ լավագույն ցանկության դեպքում կարող անգամ չնկատեսել, բայց առերևույթ ցույց է տալի, թե այս մարդիկ ընդհանրապես տարբեր խմբերի նկատմամբ ինչպես անթակույց ատելություն ունեն, ենթագիտակցական մակարդակում ինչ ատելություն ունեն, անգամ նաև հաշվի չառնելով, որ ասենք հիմա այդ չգիտեմ, Հայաստանում կա 50-ից ավելի բարբառներ, մարդիկ տարբեր բարբառների կարող են, բայց շատ շեղվելով էլի այս թեմայից նաև այնտեղ տեսա մի հատ հետաքրքիր գրառում, ասում անընդհատ ասում եք Վարդանիկ, բայց մի հատ Վարդանիկ ձերբակալելու համար մի ամբողջ բան էի ուղարկել Երևանից, ասենք ոստիկանության եւ տարբեր ուժեր էի ուղարկել, դա էլ է շատ հետաքրքիր, թե ոնց է իշխանությունները այս բաների վրա, տրամադրությունների վրա խաղում, այս տարբեր խոսույթների վրա խաղում, ինչ մեսիջներ է իրականում ուղարկում հանրությանը, իրանց ընտրողներին եւ այլն։ Ամեն դեպքում, չգիտեմ, Գյումրիու սցենարը շատ կանխատեսելի է եւ նաև այդ Գյումրիում օրինակ այդ մեր ձեւ շարժման այդ անդամներից Ռուբեն Մխիթարյանի ձերբակալումը ինձ թվում է նաև ազգանունն է։ հա համընկնում է մյուս բոլորին հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի համար, բայց այդ մարդու ձերբակալությունը ինձ թվում է նաև իշխանությունները այսպես հարմար տեղ գտան մեր ձևով շարժմանը նույնացնելու նախկին իշխանությունների հետ, որովհետև ամենատարբեր փորձերով դա արվում է, եւ հիմա փաստորեն այդ մարդը ուղղակի շտապել էր այնտեղ փաստորեն ինչ որ իր աջակցությունը ցույց տալու, ես չգիտեմ, կարող է նաեւ ինչ որ իրականում ռեալ կապեր կա, ասենք Վարդան Ղուկասյանի հետ կամ կարող է չկա, ընդհանրապես հանրությանը քիչ հայտնի մարդ է, վերջերս եմ ես սկսել, այսինքն մեր ձևով շարժման շնորհիվ ենք ճանաչում ենք այդ մարդուն, բայց ինձ թվում է իշխանությունը նաեւ այդ մի խնդիրն էլ փորձեց լուծի նաև տեղում, որովհետև չեմ կարծում, թե այնտեղ այլ քաղաքական խմբերից օրինակ ներկայացվածություն չկար, բայց ոնց որ կարծես թե առաջին բաններ, առաջին այսպես փոքրիկ հարվածներ կամ թեթև հարվածներ մեր ձևով շարժման նաև այս նույնացնելու կոնտեքստում էլ սա պետք է ինձ թվում է նաև հաշվի առնեն այդ քաղաքական ուժերը, քաղաքական խմբերը, որոնք այս process-ների մեջ են։ Ու չգիտեմ։ Սարումով երկու բան է ուզում ավել ասեմ, այս վերջի մասը օրինակ որ այդ մեր ձևովին նույնականացնեն նաև նախկինների հետ, նոր տեսա որ քննչական կոմիտեն այդ հայտարարություն էր գցել, որ հանրավաքի հետ կապված ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի որոշ մարդկանց էլի են քրեական օրենսգրքի հայտնի հոդվածը հարկադրել են նյութապես շահագրգռել որպեսզի մարդիկ մասնակցեն կամ խոչընդոտեն որոշ մարդկանց մասնակցությունը հանրավաքի այս էլի այս հոդվածը ես հիշում եմ առաջին անգամ որ ես տեսել եմ հայց ու հաղորդում ներկայացվել է իշխանության նկատմամբ Երևանում կայացած ընտրությունների ժամանակ մի հատ հանրահավաք կար Արթուր Չախոյանը բլոգեր, որ գնացեր մարդկանց հարցնում էր դուք 118-րդ մանկապարտեզ քանի հոգի եք 25 հոգի ու այդ հաղորդման հիման վրա այդպես է ոչ մի բան տեղի չունեցավ դե բարձակ ասեն դե հա մարդիկ եկել են բայց մենք չենք գտել որևէ ապացույց որը ցույց կտար որ մարդկանց հարկադրել են հա գուցե ասեն եկեք դա ոնց որ տենց խորհուրդ հարկադրանքը մի քիչ ուրիշ է օրինակ այդ հոգեվորականների այդ զրույցը որ հրապարակվեց իբր այնտեղ որ ասում են մորոդ հետ գնա թե չէ կարգալույց կան դա ոնց որ բանը հա հարկադրանքի մեխանիզմ կա որ կիրառվում է հիմա մեր ձևովի նկատմամբ հանրավաքի իմաստով կիրառվում է ու խնդրահարությունը հենց էս է էլի որ
ես նկատում էի քննարկումները, օրինակ երբ որ Վարդան Ղուկասյան ձերբակալին, շատ մարդիկ արդարացիորեն բողոքում են, որ այդ տեսակ իր քաղաքական ակտիվությունը համընկավ իր ձերբակալմանը, իրանք էլ ասում են դե մենք մեղավոր չենք, որ ինքը կոռուպցիոներ է ու լիքը քրեական գործերով անցնում, բայց հենց խնդիրը հենց այդ է, էլի, երբ որ մեկը զրույցը բացում է բախի, օրինակ իշխանության տարբեր ներկայացուցիչների նկատմամբ այդ հոդվածով որևէ առաջխաղացում չկա, մեկը տեսնում ես ինչ որ քաղաքասարակության ներկայացուցիչներ ասում են դե բայց հաղորդում ներկայացրենք, այ ինձ թվում է, երբ որ նախորդ էպիզոդի մեր քննարկումներ ենք հիշում, խնդիրը ոչ թե այն է, որ մենք պետք է օրինակ մեղադրենք որոշ իրավապաշտպանների, որ իրանք հաղորդում չեն ներկայացնում ու դա պիտակավորենք որպես գործ տալ կամ հակառակը զուտ ասենք բան ունեք, հա, կողմնապահ վերաբերմունք ունեք, այլ պետք է ցույց տալ, որ գնահատականներ պահանջենք ինչու այդ տրված հաղորդումների հետևից որևէ բան տեղի չի ունենում, իսկ ընդդիմադիրների դեպքում տեղի է ունենում։ Ու ես օրինակ շատ սկեպտիկ եմ այդ առումով ու ինձ համար օրինակ տենց արդեն միանշանակ է դառնում, որ գլխավոր դատախազություն ներկայացող հայցերը, եթե վերաբերվում են ընդդիմադիր թևին, ավելի տենց մեծ ոգևորվածությամբ են քնվում, ավելի մեծ ոգևորվածությամբ են ապացույցներ հավաքվում, քան երբ որ խոսքը վերաբերվում է օրինակ իշխանությանը, օրինակ նույն Երևանի ընտրությունների օրինակով մենք տեսանք, որ դա այդպես էր։ Դե այդ բանից էր, չէ՞, կներես խոսքը դատեցի, այս հետքի լրագրողներից մեկը որ հայտնվել էր Facebook-յան խմբում, ու այնտեղ Փաշինյանը ԿՊ-ի այդ կառավարող որ ավականիներն են, չգիտեմ, քաղաքապետերն, այսինքն կուսակցական 1000 անդամ կար, չէ՞։ Հա, ինքը մեծ խումբ է, եթե մի քիչ բարդ ասել փակ խումբ, բայց այնուամենայնիվ այդտեղ որ հիմա իբր թե ցուցում ա եղել, որ բերեք բաներին, բան, այստեղ իհարկե այտենց բան իմ կարծիքով այդքան էլ են չի, այտենց այդքան էլ ցուցում չի, բայց այնուամենայնիվ sense մի հատ հիերարխիայի բան կա, եթե անձամբ Նիկոլ Փաշինյանը մտնում է էջում գրում, որ ձեր ընտանիքների անդամների հետ եկեք այդ արդեն իրանից ինչ որ բան ենթադրում է, էլի, հա կարող է չեն զանգում Գարեգինես նման ասում կամ մորդ հետ գաս կամ էլ կուղարկենք հերու վանքում բան անելու, բայց անգամ էս իմ համար մի քիչ անընդունելի է։ Ինքը ես չեմ համարի վարչական ռեսուրսը։ Հետո որ արվեր այդ խմբում չէր գրվել, եկեք անկեղծ, այսպես մի հատ էլի այդ քաղաքասարակության ու ԿՊ-ի դες մի հատ թև կա, հա դե լավ է, ինչ է քսեժոր։ PR-ը։ Պարզա այդ հա, բայց ինչ առումով ճիշտ են, բայց ընդհանրապես մերժում են որ տենց բան, այդ փակ խմբում պարզա չէր ասի, բայց ասենք հենց դուք հաղորդում եք ներկայացրել, հենց մենք տեսել ենք որ մանկապարտեզների ներկայացուցիչները ասենք 20-30 հոգով եկել են, հետո էդ էլ մյուս ավելի ուրիշ բանի մասին է խոսքը, ԿՊ-նից այդ օրակարգը մի քիչ վերաձևակերպվեց։ Այդ հանրահավաքի մասնակցել է 4000 հոգի։ Դե պատկերացրեք Եվ թե հանրահավաքի 90%-ը եղել է ԿՊ-ականներն ու իրենց ընտանիքի անդամներ։ Այդ ցույց է տալի, որ Տիգրան Ավիան իրոք ոչ լեգիտիմ ձևով ընտրված մարդ է, ու ասենք եթե վարչական ռեսուրսը հանես, միջև այդ տեղի ունեցած ԿՊ-ականների միջոցով այդ բանը հանրահավաքը, ես հիշում նույնիսկ ախը քարտուղարով բանը բոլորը կային կրթության աշխարհ, ասենք ամբողջ ԿՊ վարչությունը վերևով տենց ներքև այդ հանրահավաքին եղել է։ Սովորական երևանցին նույնիսկ հանրահավաքի մակարդակում Տիգրան Ավինյանի հանրահավաքներին չի մասնակցել։ Ես տենց եմ հասկացել այդ փակ խմբի բանը ոնց որ ինձ համար է կարևորը։ Ցուցիչը դա էր էլի, այսինքն եթե նոյեմբերյանից, գավառից, չգիտեմ, էլ որտեղ փող կոտայքից ասենք չգա մարդա 50-60 հոգի չբերեն, այդ 4000-ը չկար։ Փաստացի չկար, այսինքն աջակցությունն էլ էլի այդ մի քիչ ճիշտ է միտքը ձևակերպում։ Ես օրինակ հարց ունեմ, շատ լավ, եկեք ընդունենք, որ օրինակ վարչական ռեսուրս չկա, կուսակցության առաջնորդը դիմել է իր աջակիցներին, իր կուսակցիներին եւ այլն։ Բայց ընկերներ, մենք չենք խոսում համապետական ընտրությունների մասին, մենք խոսում ենք Երևանի հավաքանու ընտրությունների մասին։ Եվ մեծ կեղծիքը հենց սա է, որ դուք մարզերից բերել եք մարդկանց կամ ձեր մարզաբնակ կուսակիցներին դիմել եք գան Երևան, ապահովեն հանրահավաքի մարդաշատությունն ապահովեն, որ դուք երևանցիներին մեսիջ տակել մասին, որ մենք արեցինք sense մարդաշատ հանրահավաք եւ տեսեք Երևանի սիրելի տեխնացուն, օրինակ Տիգրան Ավինյանն։ Այսա կեղծիք է, թե կեղծիք չի։ Այսինքն կեղծիքը եկեք ճիշտ հասկանանք, կեղծիքը հանրապետականն էլ նույն տրամաբանությամբ բաներ անում։ Ինչ որ պայից սկսած 2017 թվականի ընտրություններում կամ ինչ որ պայից սկսած հանրապետականների, ասենք, հանրահավաքներին մասնակցողների մեծ մասը այնպես չի թե ասենք այդ աշխատանքից ազատման սպառնալիք կար կամ այլ շատ դեպքերում կար նաև այդ շահագրգռվածությունը, որը որ կարա լինի ԿՊ-ի դեպքում օրինակ։ Հիմա օրինակ մարզի
ինչ որ վարչության աշխատակից իր ողջավորությունը ո՞րն է որ գա մասնակցի Երևանի համայնքի հավաքանու ընտրությունների հանրահավաքին Պարզ է, հա, դուք չեք տանում իրանը 10,000 դրամը տալիս, ասում եկեք մասնակցեք, բայց ինքը առնվազն գիտի թե դրա չմասնակցելու հետևանքը ինչ կարող լինի, այսինքն եթե կարող է չազատել աշխատանքից, բայց կարա դա հետևանքներ ունենա, կարա վերաբերմունք փոխվի։ Սրա մասին է խոսքը։ Դու ասենք նայիր պայմանական ինչ որ մարզպետի փոխ մարզպետի դիրքից, որ ինքը մի հատ խմում է, անձամբ հայտ վարչապետը գրում է այսօրը արդեն իսկ այդ ճնշում է, այդ արդեն ինչ որ բան է նշանակում, էլ ինչ որ ոչ բան ոչ ֆորմա ճնշում է, այսինքն ինչ որ առումով կհասկանաս, որ խոսքը վերաբերի, օրինակ համապետական նաև այդ մասով ասես դե լավ, ասենք կաշխատի ՔՊ-ի այդ հակաթեզը, թե իբրև թե վարչական ռեսուրս չեն կիրառել, այլ կուսակցության առաջնորդ իր գաղափարակիցներին ա դիմել, բայց ընկերներ մեծ կեղծիքը հենց դա է, էլի։ Բայց օրինակ վարչապետը ինչի էր գրել բացառիկ վարչական ռեսուրս։ Օրինակ վարչական ռեսուրս կիրառելը վատ բան է, չէ՞։ Օրինակ դու լպետ պատկերացրու, ասում բացառիկ վարչական ռեսուրս, օրինակ խի է դա գրում։ Նշանակում է մտածում է, որ իր կուսակիցները վարչական ռեսուրս կօգտագործեն։ Նշանակում է նաև որ կարող արտահոսքել լինի 1000 հոգու միջից։ Ուզում ասեմ, եթե վարչապետը դա ավելի շատ, նայ, դա 1000 հոգի է։ Դա 1000 հոգի է։ Թաղապետից, ժեկի պետից միջև, ասենք, վարչության երկրորդ համար այդ խմբում կան։ Ասենք, եթե այդ ընդհանուր բանում գրվում է վարչական ռեսուրս մի կիրառեք, այդ ավելի շատ միտված են բաների այդ ներքին շերտին։ Բայց ասենք, ես չես կարա, էլի ենթադրություն մակարդակում եմ, էլի ասում, բայց ասենք դրանով կարած եզրակացնել, որ մարզպետները, որոնք օրինակ կամ այլ համայնքների քաղաքապետեր կլինեն, ընդդիմադիր խմբակցություններ կլինեն, դրանով հասկանում են, եթե վարչապետը կոչ անում գալ, ուրեմն եթե մեր գալը այդտեղ շատ կարևոր է ու կարող է մտա ունեն փոքր այտենց chat, որտեղ արդեն ավելի այտենց ամբռնազբոս բաներ են գրում, էլի։ Դե լավ, դա իրանց խնդիրն է, իրանց բան դարդերն է, բայց այս անցած շաբաթ նաև մի հատ շատ հետաքրքիր էլի այդ օրենսդրական նախաձեռնության բան եղավ պայմանական ժամկետային զինծառայության ժամկետը 2 տարուց 1.5 տարի սարքելու մասով բնականաբար առաջինը լայվ ոչ ՊՆ նախարարը, ոչ գլխավոր շտաբի պետը, այլ ոչ այլով կամ Հայաստանի Հանրապետության բլոգեր վարչապետը մտավ ու լայվով մեզ բոլորիս տեղեկացրեց այդ ցնցող լուրը, որ ծառայությունը դարձել է այսու հետ 1.5 տարի ու դա նախապես պլանավորում էին 2026 թվականի ամառային զորակոչից, բայց քանի որ 26 թվականի ամառային զորակոչի ժամանակ արդեն իսկ ընտրությունների տեղի ունեցած են լինելու, ավելի նպատակահարմար գտան հունվարին, այսինքն 25-26 թվականի այդ հունվար-փետրվար ամիսներին 26 թվականի օրենքը ուժի մեջ մտնի, որը իմ կարծիքով մի քիչ խնդրահարույց բաներ ունի իր մեջ, խնդրահարույց է բավականին այս օրենքը, որովհետև եթե մենք նայում ենք բանակի ընդհանուր ռեկոնստրուկցիայի, բանակի ընդհանուր վերափոխման ու նոր, հա, ժամանակակից բանակ ունենալու տրամաբանությունից իմ կարծիքով այդտեղ այս թեման դրա հետ ընդհանրապես կապ չունի։ Ինքը զուտ ժամկետ է կրճատում, իսկ այդ ժամկետ կրճատելը, ինչպես մենք բոլորս գիտենք, թվականակի խնդիր կա մեր, որտեղ սահմանները մեծացել են Արցախի կորստից հետո։ Ամենամեծ հարցն է հետաքրքիրը։ Սահմանները մեծացել են, ասենք, չգիտեմ, լիքը խնդիրներ, կապի խնդիրներ եւ այլն եւ այլն։ Ու ասենք, այս քայլով ինչ խնդիր է լուծում Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը։ Ինչ է ինքը ասում, էլի։ Ինչ խնդիր է լուծում։ Նայեք, օրինակ սենց հարցի մի քիչ ուրիշ տեսանկյունից գանք, այն որ իրանք մի բանում ճիշտ են, որ 21 թվին իրանց ծրագրում գրված է եղել ու գոնե, նու ինչ որ չեմ ասում դրան շատ կարևորություն տա, որտեղ ծրագրում շատ բաներ կա գրված։ Բայց այն որ հրապարակային դա եղել է վաղուց, որտեղ եթե դու խոսում ես, որ այ դու գրել եք Շուշիի դեօկուպացիա, նաև պետք է ասես, որ դուք նաև գրել եք 1.5 տարվա այդ բանը։ Ուղղակի հենց այդ է էլի խնդիրը, որ դա համակարգային բարեփոխում չի, ու ստեղ իմ խնդիրը ավելի շատ այնա, որ հապշտապ ձևով որոշվել է, որ ոչ թե ամռանն է լինելու այդ փոփոխությունը ուժի մեջ մտնելու, այլ բանի այդ հունվարի այդ զորակոչային։ Հա, միակ խնդրահարույց բանը է դա, մեկ էլ որ դա ինչով է կապվում մյուս բանակային ռեֆորմների հետ։ Այսինքն օրինակ արդյոք Հայաստանը ինչ որ տեսլական ունի, որ օրինակ այլևս այդ սահմանային ծառայությունը, այդ մարտական ծառայությունը այլևս չի լինելու այն տեսքով, որ միջև այժմ է եղել, որովհետև եթե դու մտածում ես, որ քո խաղաղության խաչմերուկ արդեն այնքան կենսունակ է, որպես արտաքին քաղաքականության
այցեքարտ, որ այլևս պետք չի խրամատում զինվոր կանգնել, այլ պետք է լինի սահմանապահ ծառայություն։ Գուցե մի քիչ տրամաբանական է դա, որովհետև նաև դու նաև պայմանագրային զինծառայողների թիվս կարողանում ավելացնել քո միջին վիճակագրական զինվորի ապրելակերպն է փոխվում եւ այլն եւ ուղղակի քանի որ շատերը նաև ճիշտ են նշում բանի տեսանկյունից վարժական հավաքները հիմա մարդկանց ստանում են որպես նաև դիրքապահ զինվոր ու այդ խնդիրը եթե դու մարդկանց ստանում ես ու խնդիրը չի որ տենց մի 5 օր խնդիրն է որ ամբողջական սահմանապահ այդ մարտական ծառայության մեջ են գտնվում այսինքն 14 օր հավաքների անվտանգ լրիվ ուրիշ բան է մի պերեսմենք ուրիշ բան որ օրինակ ասեն դե գիտեք ոնց մարդիկ 25 օրյա ժամկետով գնում են, դե մի 5 օրն է կարան այնտեղ լինեն, որպեսզի նաև դրան ադապտացվեն։ Բայց եթե դու 14 օրով ես տանում ու շատերի հետ շփվելով ոնց հասկանում եմ 14 շատ։ Հա 25 օր։ Չէ, մի 10 օրն է նաև այսինքն այս խնդիրը էլի ես էլ եմ ասում, կարող է այսինքն իրանք չեն կարող լավ հաղորդակցեն, բայց դա էլ է խնդիր։ Զուտ այն ինչ որ մենք գիտենք հրապարակային դաշտում խնդրահարույց է, որովհետև հիմա օրինակ Սուրեն Պապիկյանի այնօր բան ազգային ժողովում ելույթ էր ունենում, ասում էր բան, դե բան պատիվ ունեմով պաշտպան հայրենաց ինչ որ ծրագրեր ասում, որ պայմանագրային զինծառայողների թիվը ավելացել է ու դա նաև ավելացել է նրանով որ ասենք որ հիմա մարդիկ որ գնում են բանակ հենց այս բաներից վերջիները շատ եմ լսել որ հենց ծառայության ժամանակ են ընտրում այդ 3 տարվա ծառայությունը որովհետև տենց որ գնում ես այնտեղ չգիտեմ հատկապես որ տենց ապագա չունես հետ գալու համոզում են էլի ասում են ախպեր sense բաներ կհանա 18 տարեկան երեխուն պայմանագիր են դեմ տալիս կներեք էլի որ sense բանով եմ խոսում ասենք այդ մարդը ստորագրում է տենց շատ էլ ինչ որ հաշվարկներ չանելով էլի ոնց է ինչ ալնելու ոնց ալնելու ու այդ տենց դա վերագրել որ պայմանագրային զինծառայողների թիվը մեծացել այս թվում է այդ մի քիչ այդքան էլ տրամաբանական չէ այստեղ նաև մի հատ ուրիշ էլի այդ համակարգային բանակի կառավարման բանակի ստորաբաժանումների զինվոր սպա զինվոր փոխհարաբերությունների ես հասկանամ այս իշխանությունները ինչ են արել ինչա փոխվել այդ process-ներում ինչքանով արդիականացել մեր բանակը այսինքն այդ թվականակի կրճատում ծառայության ժամկետի կրճատումը իմ կարծիքով այդ խնդիրները չի լուծում որովհետև մենք ավելի մեծ ու ավելի բարդ խնդիրներ ունենք այդ ընդհանրապես հերթական իմ կարծիքով էլի պոպուլիստական քայլ է հա որը բնորոշ է դե օրինակ նույն այդ ատեստավորման համակարգը այդքան օրինակ որ խոսվեց ասենք մենք գիտենք էլի ասենք ատեստավորումը ասում են sense ասենք ներքին ծառայության կանոնագիրք բան այդ ձգումներ վազք այն ինչ որ պարտականությունն է որ դու լավ իմանաս եթե դու դա արդեն լավ ես իմանում քո աշխատավարձը ասենք ավակ սերժանտը կա հիմա օրինակ 450-500 փող ստանում որովհետև օրինակ ինքը 15 հատ ձգվում է ասենք 100 մետրը վազում ասենք 10 վայրկյանում 7 վայրկյանում չգիտեմ այդ ստանդարտները արդեն իր շարայինը փայլուն է այսինքն այն ինչ որ պետք է զինվորական պարտավոր է դա անի եթե այդ պարտավորությունը լավ է անում իր աշխատավարձը բարձրացնում այսինքն կար ավակ սերժանտը օրինակ վաշտի հրամանատարի չափ փող ստանա ասենք այդ շատ աննորմալ բան է օրինակ ես այդ բարոյական վիճակի վրա ազդում է այսինքն դու պատկերացրու ֆիզիկապես ոչ այդքան լավ պատրաստված վաշտի հրամանատար որ լավ է կառավարում զուտ իր վաշտը կարա ստանա այնքան գումար, ինչքան որ ստանում է, ասենք դասակի հրամանատարի տեղակալ, որովհետև ինքը օրինակ ավելի երիտասարդ է, ավելի ֆիզիկապես պատրաստ, ավելի շատ գիտելիքներ ունի, նոր ավարտ է եւ այլն եւ այլն։ Այս սրա մասին անուն անկեղծության շատ խոսում է, օրինակ ես մի հոգի եմ տեսել ընդդիմությունից Գեղամ Մանուկյանը, որ թե այդ վարչական հավաքների խնդիրներից է ու ասենք ես լրիվ համաձայն եմ այդ բոլոր խնդիրների հետ, որովհետև այդ խնդիրն է էլի, որ օրինակ այդ օրինակ հիմա ասում են Վազգեն Սարգսյան լիքը բարեփոխումներ ա եղել, բայց որ տենց ռեալ իրականության վրա ես համեմատում, այդքան է ոնց որ չի երևում այդ բաները բարեփոխումները։ Դե այս որոշման հետ նաև հիմնական խնդիրն է նա, որ իսկապես չափելի չի ու հասկանալի չի այս որոշումը, ասենք ինչ պարտադրան կամ ինչ անհրաժեշտությունից է բխում, որովհետև իրականում հիմա մենք այսպես կարող ենք խոսելու, ասել վարկածներ առաջ քաշել, որ օրինակ 1.5 տարին արդյոք կրճատում է զորքի թվականակը թե ոչ, որովհետև կա հակափաստարկ, որ իրականում կարող է մարդիկ, ովքեր տարբեր ճանապարհներով փորձում են խուսափել ծառայությունից եւ դրա հիմնական շարժառիթներից մեկն էլ օրինակ ոմանց համար ժամկետի երկար լինելն է, կարող է փորձեն չխուսափել։ Բայց ակնհայտ է այս պարագայում, որ ինձ թվում է վարչապետ Փաշինյանը ուղղակի տես հերթական նախընտրական այսպես քայլն անում, ժեստն անում։ Ես նաեւ շտապելով ու առաջ անցնելով չեմ ուզում էլի այսպես ասած դավադրապաշտությունների դաշտ գնալ, բայց ես կարծում եմ, որ գալիք ընտրություններին առաջ նաև քանի որ ակտիվ է այդ խոսակցությունը
որ Ադրբեջանում պահվող մեր ռազմագերիների ինչ որ թվականակ կա, չէ, բացի ռազմաքաղաքական ղեկավարության մասով 20 հոգու մասին է, եթե չեմ սխալվում խոսքը։ Ես կարծում եմ, որ նախընտրական տրամաբանության շրջանակներում ընտրություններից առաջ չի բացառվում, որ մենք տեսնենք նաև Ադրբեջանի կողմից այդ ժեստը, որ տեղի կունենա, այս բոլոր այսպես քայլերը իրար հետևից օգտագործվելու է ու իրականում ծառայեցվելու է ընտրություններում իրենց նպատակները կյանքի կոչելուն։ Իսկ բանակի մասով խնդիրները այնքան բազմազան են ու բազմաշերտ են, բայց ես ինձ մի հատ մտքի վրա եմ բռնել, իմ մոտ տպավորություն կա, որ մենք դες տղերքով շատ ենք խոսում, ինձ թվում է բանակի խնդիրների մասին, բայց ինձ թվում է մենք մեր մեջ ենք շատ խոսում։ Ու կարող է մեր մոտ էլ տպավորություն ստեղծվի, թե այդ խնդիրների մասին հանրությունը լայն իմաստով տեղյակ է։ Դե բայց ոնց կա տեղյակ չէ։ Դե օրինակ ամենատեսությունուցող մայրերը տեղյակ են։ Բայց իրականում դետալներ կան, որոնց մասին ինձ թվում է հանրությունը տեղյակ չի, որովհետև դատելով, ասենք շատ հարցազրույցների կամ դրանց մասին հրապարակային խոսողների արձագանքներից մարդիկ շատ բաներ նոր են իմանում։ Օրինակ, չգիտեմ, նույն Դավիթի հարցազրույց Պետրոսյան, ասենք ես մեկնաբանություններ տարբեր կարծիքներ տեսա, շատերի համար իրականում անակնկալ է, որ Հայաստանի զինվորական մարգինա խմբեր են, ասենք սովորական այտենց, ասենք Facebook-յան փորձագիտական շրջանակներից դուրս, բայց կարծիք ձևավորող դե օրինակ նայ մայրեր, ասենք նայ, եթե վարժական հավաքների են զորակոչում մարդիկ, ովքեր տան միակ այտենց ապրուստի միջոց վաստակող մարդիկ են, ոնց չեն իմանա այդ մարդիկ ինչ խնդիրներ կան։ Հենց խնդիրը հենց իրանց տանելն է օրինակ։ Կամ օրինակ, ուղղակի հա Facebook-ում մի շրջանակ կա, այտենց ինքը այտենց մի, ասենք, իդեալականացված է, դեռևս չի բախվի այդ խնդիրը, որտեվ տղա երեխա չունի, օրինակ կարող է իր ամուսին չի գնացել ծառայելու, հիմնական խնդիրն է դա, որ օրինակ նայ հիմա սնուցող մայրերին ուղղված մեսեջեր էր ինձ թվում այս ժեստը հա, բայց օրինակ ես չգիտեի, որ օրինակ այդքան մեծ թվով ազատվողներ կսկի չգիտեի ազատվելու ճանապարհներ, օրինակ այս վերջերս եմ իմացել, օրինակ որ քաղաքացիությունից հրաժարվելու ճանապարհ ազատվելու կամ ես օրինակ չգիտեի որ փաստորեն ամեն երկրորդ օրինակ բանակից Հայաստանում ազատվում ամեն երկրորդ օրինակ ես օրինակ այդ տվյալներին չգիտեի գիտեի օրինակ հա դες մի 20%-ը թող ազատվի 30%, բայց որ տենց այդ կարգի է չգիտեմ։ Այսինքն այս հատվածական որոշումները ակնհայտորեն ցույց են տալի, որ սրանք ոչ թե միտված են բանակում որոշակի բարեփոխումներ անելու եւ ոչ էլ բխում են այդ բարեփոխումներից, այլ ուղղակի հերթական քայլն է, որովհետեւ կամ էլ հստակ պարզաբանումների խնդիր կա։ Այսինքն էլի sense ամեղության բանը չխախտենք։ Ինչ որ խիստ կասկածում եմ որ կա, իսկապես խիստ կասկածում եմ որ կա, ասենք ինչի էր կներեք, ինչի էր ամռանը նախատեսած, որովհետեւ այս ընթացքում պլանավորված էր ռազմական այդ հասարակական կազմակերպությունների հետ հանրության հետ ադվոկացնել, այսինքն կապ ներկայացնել ոնց անելու այդ process-ը, ինչ խնդիրներ կան եւ այլն, այսինքն պետությունը պետք է ոնց որ ներկայացնել էլի կապի մեջ էր հասարակության հետ, որ այդ ժամանակում պետք է օգտագործել, այս ժամանակում պետք է այդ ամեն ինչ տեղ ունենալ, բայց այդ ոնց որ երկրորդվել է, այդ հասարակության հետ բանի կապը ոնց որ բան արել։ Այս մասով, բայց նաև մի հատ ուրիշ բաներ եմ ես նկատել վերջին երևի մի ամսվա ընթացքում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորներ, բարձրաստիճան այսպես sense կուսակցականներ եւ այն ինչ որ շատ ագրեսիվ կերպով ակտիվացել են այս վերջի մի ամսում։ Ու նես տպավորությունը դա ասենք 21 թվականի ընտրություններից մի քանի ամիս հետո տենց ակտիվ էին, հետո կորան։ Մի 2-3 տարի գնացին իրանք աշխատավարձ, ստացան իրենց գործերով զբաղվեցին եւ այն։ Հիմա եկել է նախընտրական փուլ, էլի ակտիվացել են։ Նես տպավորությունը որ տենց իրանի տենց էլ պետքա լիներ, էլի, այսինքն հա տենց մի հատ տես ճիշտ չի, էնի սխալ է, էսի սխալ չեն ճիշտ, ասենք ժողովուրդ, այդ ձեր խնդիրը, ձեր գործը ամենօրյա մասնավորապես խոսքը parlamenti մասին է, ամենօրյա ասենք ձեզնից ոչ մեկ տենց մի այս պահին տենց է իշխանության բան, ասենք parlamenti падգամավորներից իմ կարծիքով տենց եսիմինչ օրենսդրական բաներ չի էլ սպասում վարչապետը, իր խնդիրը այդ կառավարության տարած օրենքներ, բանը չէ, հասարակության հետ ադվոկացնելն է, նարատիվներ ստեղծելն է, նարատիվներ տարածելն է, դրանց վրա աշխատելն է, հարցազրույցներ տալն է, Facebook-ում ստատուս գրելն է, չգիտեմ, կոմենտներում պատասխանելն է, ու այդ ամենը ասենք գալիս է այդ վերջի ընտրությունների բերան, էլի ոնց որ տենց են ուզում իրենց բան, բայց այդ իմ համար մի քիչ ընդունելի չի այդ աշխատավարձ, որ ստացել եք, պետք է դրան համապատասխան նաև աշխատանք, հա, դրան համապատասխան նաև աշխատանք բանել, աշխատանքներ իրականացնեք, այս էլ ոնց որ իմ բաններ էլ։ Ես նաև եկեք մի հատ էլ կանխատեսում հրապարակն հետ եմ։
Ես կարծում եմ, որ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում, եթե այս ծրագիրը կյանքի կոչեն 1.5 տարվա ծառայությունը, չեմ բացառում, որ իշխող ուժը նախընտրական շրջանում կխոստանա, որ վերընտրվելու դեպքում, օրինակ, ծառայության ժամկետը կկրճատվի կհասնի մի տարվա, հաշվի առնելով այս 6 ամսվա որոշակի փորձառությունը։ Դա կներկայացնեն հաջող փորձառություն եւ նման խոստումով կգնան ընտրություններ։ Ես կարծում եմ չի խորշելու իշխանությունը իր վերարտադրման համար տալու են բոլոր խոստումները, որոնք որ կուզի հասարակությունը կամ իր ընտրողը Դե շատ վատ կլինի, որովհետեւ նայ հիմա օրինակ այս ամռանը զորակոչվածները, այս ձմռան զորակոչվածները նույն ժամանակ են զորացրվելու ու եթե մի հատ էլ տենց ամռանը լինի, ստացվում է շատ վատ բան։ Սա նույն ժամանակ։ Այն էլ բանակում անարդարությունը շատ է ու տենց պատկերացնում ես ինչա։ Չէ, դե բայց ամենակարևորը ես որ հիշում եմ։ Բայց այս նորությունից հետո դու պատկերացնում ես։ Հա, պատկերացնում եմ, բայց մարդու համար ով 1.5 տարի ծառայել է արդեն։ Հա։ Ու պետքա մի 6 ամիս էլ ծառայի ու ինչ որ տենց դու չգիտեմ, ասենք Փաշինյանը այնքան թեթև է սրա մասին խոսում։ Դա այդքան է իդ կանխատեսում եղավ, դա շատ։ Այնց էլ տեղից էլ անարդարության մթնոլորտը կա բանակում։ Ասենք տարբեր դասակարգման մարդիկ են այնտեղ, տարբեր հնարավորություններով եւ այլն ու մի կողմից էլ ասենք այդ անարդարության կոմպոնենտը, որովհետեւ այդ ամենաբանն է, էլի զգայուն բանն է, որովհետեւ ասենք բոլոր զինվորները ուզում են շուտ գնան տուն։ Ասենք ու տարբեր ավանդույթներ կան, հա, այդ վերջին 100 օրը հաշվելը, չգիտեմ, հետո այդ դեմբելի բան կա, այդ ավանդույթը կա։ Հա, այսինքն պետք է այս sense բարեփոխումներ անելից, օրինակ դե մեր մոտ չեն խորանում, օրինակ հետազոտություն չեն անում, օրինակ չգիտեմ, օրինակ մենք ֆոկուս խումբ արել են բանակում ծառայողների շրջանում։ Օրինակ ինչ խնդիրներ վեր հանել են, օրինակ ինչ մասն է։ Այդ եմ էլի ասում, ասենք այնտեղ բաներ կա, օրինակ թվում է թե ասենց առաջին հայացքից պարզ է, էլի, դե քանի որ կա այսքան զինվոր, եթե սենց անենք կստացվի այսքան, այնտեղ այդ պայմանագրայիններն են շատացել, սենց բան հաշվարկներ կա, այդպես մատից հոտ քաշելով, բայց արդյոք այդպես այդ բանակի ներսի այդ բնավորության գծերը շոշափվել, ասենք, ինչ կա այնտեղ եւ որովհետեւ իրանք այդպես ինձ թվում է շատ վերևից են նայում, էլի, օրինակ հողի վրա կարող է, ասենք, մի քիչ ուրիշ ընկալումներ ստանա դա։ Ես չեմ ուզում շարժման առիթ դարձնեմ, բայց ասենք վարչապետ Փաշինյանը չգիտի զինվորի կյանքն ինչ բան է։ Հա, բայց Սուրեն Պապիկյանը գիտի։ Եղել է, չէ՞, բանակում։ Խոսական չասեմ։ Դե հա, այդպես դետալների մասին իրականում ես քո ասած որ տենց խորանում ես, այսինքն այդ տարի ու կեսվա ծառայությունը 2 տարվան որ խտացնում ես, փաստացի ասենք տարի ու կեսում պետք է անես, այդ նույն եթե դիրք բարձրանալու իջնելու բանից ես ասում, մի հատ դու եթե հիշի էլի, ասենք ինչ որ բաներ ելնում, անգամ եթե ես մեր մոտ հիշում եմ, եթե 3 հերթ կար, 4 հերթափոխ, 3 հերթափոխ ու 2 հերթափոխ էր դառնում, ասենք ժամեր էր խառնվում, ասենք 2 ժամ քնում էր 6 ժամ դիրք բուդրուշ, մի հատ սարսափելի բան է, այդ հյուծող բան է, դա տենց հեշտ բան չի, ու նաև այն պայմաններն, որ ասենք ոչ նորմալ ջուր կար, ոչ նորմալ սնունդ, դե հիմա ինչ որ բաներ կարող արվեն, բայց փաստորեն այդքան էլ ամեն ինչ չի բան, այդ սրանց նոր դիրքերը որ հա, ասկի նորմալ խրամատել չկա, այսինքն դու քիչ է հենց բուն բանը դիրքապահի գործառույթ ես իրականացնում, պլյուս նաև ինժեների գործառույթ ես իրականացնում, պլյուս նաև ես շատ չգիտեմ կրակի քարտեզ ես գծում, ես ես անում, ես անում, մի խոսքով էլի sense շատ բարթանում է այդ բանը ու այդ մասով թե արդյոք սա հետազոտահեն ինչ որ օրենքի նախագիծ է, թե այտենց ասել քեզ մատից հոտ քաշելով ու նախընտրական փուլում շրջանառության մեջ դնելով ինչ որ մի հատ բան է։ Դե լավ, ես էլ եթե մի ուրիշ խնդիր էլ էս պատմության մի ուրիշ խնդիր էլ նաև էս պատմության մեջ է, որ էս ամեն ինչը փաթեթավորվում է նրանով, որ դե խաղաղությունը արդեն։ Դա այն ֆոնին ասենք աշխարհի ամենախաղաղ ասենք մի հատ հաստատու դու մի հատ բայց համաշխարհային տենդենսներ ասենք նախաստորագրվածը ինչ է ոչ մի բան բայց ասենք եվրոպական միությունում ասենք պետությունները բանակի ֆինանսավորում են մեծացնում ժամկետային զինծառայության վերականգնման մասին բաներ են մտածում ես շատ չգիտեմ այս ռուս-ուկրաինականի ֆոնին ու դու ես խառը ասենք այս բորշու բանի մեջ մի բան ինչա կոչվում Հարավ Կովկասյան ու Միջերկրայիսին այս խառը տեղը դու ասում ես խաղաղությունը չէ դա աբսուրդ է այնպես որ այդ լապշաները ուրիշ տեղ կախեք։ Հա, էլի, տենց այդքան էլ չի աշխատում։ Գնանք մի քիչ ներքին քաղաքականից դեպի արտաքին քաղաքական, օրինակ այս վերջերս ես տեսա որ բուրըն քննարկում էր նաև
Ալիևի այն հայտարարությունը, որ Ղազախստանում արեց, որ այդ տարանցիկ առևտրի վերաբերյալ սահմանափակումները Հայաստանի նկատմամբ հանվում են ու ես տեսա որ էլի բուրըն դրական արձագանքներ կար իշխանության կողմից, օրինակ Գեորգ Պապայանը գրեց որ արդեն իսկ ղազախական ցորենը գալու է Հայաստան, այս մի հատ ինձ թվում է մարդիկ լավ չեն պատկերացնում այս բա, գիտեն թե Ղազախստանից Ադրբեջանը մտնելու է Հայաստան, որովհետև տեսա որ ասում են բա ասում եք միջանցք ենք տվել ու դիմացա ճանապարհ չենք ստանալու, ուզում եմ ասեմ որ սա այդ ոնց որ թեման չի։ Ադրբեջանով գալու է, բայց մտնելու է Վրաստան, գա Հայաստան, այսինքն դեռևս խոսք չկա ապաշրջափակման մասին, այսինքն Ալիևի ասածը ոչ թե նա որ մենք բացում ենք սահմանները ու կարա մեր մոտով օրինակ ինչ որ տարանցիկ առևտրի ճանապարհներ դեպի Հայաստան մտնեն, այդ իհարկե շատ լավ կլներ, որ Ղազախստանից գար Ադրբեջան միանգամից գար Հայաստան ոչ թե Վրաստան, որտեղ տենց կախվածությունները տարբեր երկրներից ավելի շատ են լինում։ Ես նկատեցի որ հա այդ բուրըն արձագանքը կա որ շատ տենց գերագնահատվեց հա այդ հայտարարությունը, բայց ինքը դրական բան է, ու ես նկատեցի որ տենց վնասար դերակատարներ կա, չէ, որ տենց փորձում են ամեն ինչն էլ վատ ներկայացնել, ու նկատեցի որ Սերժ Սարգսյանին այդ հարցը տվեցին, ասում դե եթե դա օրինակ որակյալ ասում հացահատիկ է լինելու, ասում եւ էժանացնելու է, ասում ոչ մի խնդիր չկա ասում այստեղ, օրինակ ինձ թվում է եթե նույն հարցը տային Քոչարյանին կասեր սա բանա դարակազմիկ բացասական իրադարձություն է բանին տեսանկյունից, բայց դրական բան է, ուղղակի ոչ այնա այտենց շատ այտենց համարես ինքը բան, այտենց խաղաղության խաշմերուկը արդեն ի կատար է ածում, ոչ էլ այնա ասես ոչ էլի շատ վատ բան է, բայց զուտ ասեմ շատ զգայուն թեմա է Հայաստանի համար հացահատիկը օրինակ ռեզերվային պաշարների տեսանկյունից եւ օրինակ շատ է ասում են բա որ Ադրբեջանը հա թող հանի ասենք խնդիրն է չի հիմա մենք բերում ենք ռուսական հացահատիկ բայց ասենք սպառում ենք sense անդադ բերում ենք սպառում ենք օրինակ չեն կամ ռեզերվ բան անենք հիմա ասենք ինչքան կբացեն այդտեղից կբերեն մենք կարող նույնիսկ ռուս գործընկերներ այ հիմա օրինակ Հայաստանի իշխանության տեղը լինեի օրինակ միանգամից նամակ կուարկեի Վլադիմիր Վլադիմիրչին որ մենք խոստանում ենք օրինակ մյուս տարի այնքան ենք բերելու այդ ցորեն եւ այլն ինչքանով օրինակ նախորդ տարի ենք բերել դա ոնց որ ցույց տալով որ մենք ոնց որ այդ ճանապարհը չենք բանանում էլի կտրում բայց միևնույն ժամանակ այդ օրինակ այդ Ղազախստանի ճանապարհը օգտագործենք որպես այլընտրանքային որպես ռեզերվային բան այսինքն այստեղ է էլի ասենք այդ որ ասում ենք բազմավեկտոր քաղաքականություն եւ այլն այդ ճկունության մասին էլի ոչ թե միանգամից հայտարարել որ վերջ Ռուսաստանից կտրվում ենք այնտեղ արևմտամետները ուրախացրեն որ всё արդեն հեսա կապվում ենք կենտրոնական Ասիայի հետ կենտրոնական Ասիայից հետո Թայվանից հետո Ամերիկա sense այդ կոմպլեմենտարությունը դրա մասին չէ՞ էլի ախր նաև խնդրեմը գիտես ո՞րն է այդ ներկայացումը իշխանությունը նենց փաթեթավորում է ներկայացնում ես ամեն ինչը որ ստիպված ուզում ես ասես պետք է մի քիչ թուլացեք մի քիչ հանգստացեք լավ բան եք անում հասկանալի է բայց նենց մի ներկայացրեք որ սա ինչ որ հաղթաթուղթ է ի վերջո ասենք կարելի է ձեզ հիշեցնել որ սա արդյունքն է նրա որ դուք հիմա անգած օրինակ Ղազախստանից Ադրբեջանով ուզում եք բան բերեք ցորենը կարող է նաև դա նրա արդյունքն է որ օրինակ Հադրութի դաշտերի ցորենը էլ չի մտնում Հայաստան օրինակ ու թե ինչի չի մտնում էլի ասենք չէ էլի ես իմ ինչ չի բայց ասենք երբ որ դու տեսնում ես որ իշխանությունը sense հաղթացած դիրքերից դա ուզում է մի բան էլ որպես լավություն ծախի քո հասարակության վրա ուզում ես ասես ընկեր կարող է նաև այն քաղաքականության արդյունքն է որ դուք օրինակ մի ուրիշ հնարավորություն եք կտրել դա նույնն է նաև օրինակ ասենք այս իշխանության օրոք այդ պատերազմը տեղի ունեցել Արցախը կորսվել է հիմա իրանք եկել նենց ներկայանան որ կարծես թե ասենք իրանք պատերազմից հետո են իշխանության եկել ու խաղաղություն բերել չեն խոսում այն դիրքերից որ ասենք իրանց օրոք այդ պատերազմը տեղի ունեցավ հետո են խաղաղություն էլի բերում եթե անգամ բերում են այդ խնդրեմը նաև այդ էմոցիոնալ առումով արձագանքելու ես կարծում եմ ստեղ է նաև որ իշխանությունը անգամ եթե ինչ-որ լավ բան անում մեծ հաշվով հանրության լայն շրջանակների կողմից այդքան էլ ընկալելի չի լինում նաև այս պատճառները որ պետք է մի քիչ չափը իմանալ էլի ասենք Գևորգ Պապյանը այն դիրքերից է ներկայացնում որ ասենք հենց մի բան էլ պետք է շնորհակալ լինենք ես ուղղակի ես տենց եմ հասկացել որ դա նորմալ է որ տեն այսինքն մենք հիմա ինչքան պայքարենք որ դա տենց չլինի չի լինելու այսինքն իշխանությունը իր ստացածը արժևորելու ավելի շատ քան որ դա կա անդիմությունը հակառակը դա թերարժևորելու է ինչքանով որ դա կա այսինքն այդ ձեռբերումը մենք դրան պետք է նորմալ նայենք ուղղակի մենք էլ ասենք այն ինչ որ կա օրինակ ես օրինակ պայքարես դրա դեմ որ օրինակ
քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները զուսպ դառնան, դա տենց պատի դեմ պայքարա գլխով անհնար է։ Ու Հայաստանում էլ որ քաղաքական ուժներ կա, տենց է լինելու, էլի, ասենքն ինչ որ տենց մի 100 կիլոմետր ասֆալտ է, նենց է ներկայացնում, դա շատ լուրջ բան է։ Բայց օրինակ մենք էլ կարող ենք պրոակտիվ էլի խոսենք, օրինակ Հայաստանում կան հեկտարներով վարելահողեր, ու մենք դեռևս դրսից ենք ներմուծում ցորեն։ Օրինակ ոչ մի այսքան 60%-ն ինչ չի օգտագործվում։ Այդ բարենային անվտանգության մասին է խոսում։ Այսինքն մենք օրինակ խոսում ենք, որ մենք ներմուծումը կամ տնտեսությունը դիվերսիֆիկացնում ենք, բայց չենք խոսում Հայաստանի դիմականության բարձրացման տեսանկյունից։ Օրինակ հիմա որ հարցնես բոլորն եք ասում ենք ինքնիշխան Հայաստանին կողմնակից ենք, բայց այդ ինքնիշխան Հայաստանի կոնցեպտը հողի վրա նաև դրսևորում է վարելահողերը օգտագործելով։ Դες նույն շատ པարզ, sense primitive ոլորտային բան է, բայց հիմա օրինակ Ադրբեջանից հայտարարություններ կան, որ հիմա Լեռնային Ղարաբաղի այդ լավ հողերը օգտագործող իրանք հասնելու են պարենային անվտանգության բարձր մակարդակ, ոչ թե ասում են օրինակ Ադրբեջանը ինչի՞ չի ասում Ղազախստանից ցորեն ներկրենք, որ անկախ լինենք Ռուսաստանից, չէ, ասում են մեր հողը այնպես կանենք, որ ցորենի պաշարները մեր այտենց ինքնաբավարարումը գոնե տեղի կունենա, այսինքն այն ինչքան որ պահանջարկ կա Ադրբեջանում, մենք այդքան կցանենք, բայց չէ, Հայաստանում ասում են այ որ Ռուսաստանից կախվածությունը նվազեցնենք, նաև Ղազախստանից կներմուծենք։ Այդ ինձ թվում է նաև այդ խոսույթն է, էլի վտանգավոր։ Ճիշտ ես ասում։ Էլ այդ անցած շաբաթ ուզում եմ հիշեմ էլ ինչ թեմա ենք ունեցել մենք, որը որ այսօր կարելի է։ Մեկ էլ հիմա Տեր Արամի պահնա, ասպաֆիատ ես հետաքրքիր գրառում տեսա, ասպա փաստորեն հիմա երկու եկեղեցի ունենք, մեկը հայ առաքելական, մեկը նիկոլական։ Եկեղեցի բաժանվել է երկու մասի։ Անդիմադիր թերից է սցենարը, բայց նկարագրվում էր, որ տենց դեպք ոնց որ թուրքական ասած ինչ-որ բաների նարատիվների տակ էր ավելի շատ, որ այդ շուտվա մեթոդ է, որ ստեղծում ես հակա եկեղեցի, sense, բայց ինչ տեղի ունեցավ, Տեր Արամի լիազորությունները պետք է դադարեցվեին ամսի 23-ին 15:00-ին եւ նրան այդ նամակը հանձնում էին համապատասխան, չգիտեմ ինչ-որ հանձնաժողով, եկեղեցին այդպես հետաքրքիր հանձնաժողովներ ունի, ինչ-որ կարգապահական հանձնում են իրեն ինքն ասես ես դա լսեմ ու չեմ ընդունում, չգիտեմ, sense դեպք երևի չի եղել Հայաստանի պատմության մեջ, որ ինչ որ կարգալույծ արվելու որոշում կայացվի, ասի ես չեմ ընդունում։ Ու ես մի բոլորն էլ չեն ընդունել սովորաբար կարգալույծ եղած։ Չէ, չընդունելը նկատի ունեմ ոչ թե որ չեն ընդունում, որ իրանք համաձայն չեն այդ որոշման հետ, այլ որ դա չեն կատարում։ Այսինքն այնտեղ Տեր Արամը արարողություն պետք է աներ, ասել ես քահանա եմ, շարունակում եմ քահանա մնալ, բայց ես մի բան ֆիքսեցի։ Բայց ես հակասությունները մի քիչ, չգիտեմ, այդտենց շատ եմ ուշադիր հետևում դրանից հա թե չէ, բայց Տեր Արամի խոսքերի միջև ես քանի գնում տես շատ եմ հակասություններ գտնում։ Հիշում եք նախորդ էպիզոդում ես ոնց որ տես բան ասել եմ, որ ինքը ասում էր հուսամ կաթողիկոսը կժխտի, որ ինքը ունի երեխաներ, տես բան ինքը հայտարարել է այս վերջերս։ Ու ես զարմացա, եւ թե ավելի շատ ուզում եմ ոնց որ այդ շար անելու մեթոդը, հա, դե կարող եք դες ժխտեք, որ ասում ինքը հավատում էր, որ ինքը երեխա չէ։ Այսօր ասում էր, այդ երբ որ արդեն հանձնեցին, ասեց կաթողիկոսը ունի երեխաներ, ես բոլորի տեղը գիտեմ, եթե պետքա կուղարկեմ, ասենց ինչ որ այդ ոնց որ այդ վերջին այդ պորտկումներ էլի, տենց իրա։ Դրանով սպառնում էր, որ 10000 հոգի դուրս կհանի փողոց, չէ՞ նաեւ։ Հա։ Անավանքում ինքը սպառնում էր, ասում էր իմացեք, եթե արդեն ինչ կա ինքը այդքան աջակիցներ ունի ըստ իրա, այստեղ նաեւ խնդրեմը այն է, որ իսկականից արդեն շատ իրա մերժ է, իրա հայտարարությունները դառնում, այնոնը ազատության լրագրողն էր այդ հարցը տալի, ասում էր փաստորեն ձեզ հակակոռուպցիոն կոմիտե քննչական կոմիտե կանչել էին հարցակնության, բայց դուք այդ օրը ասում եք, որ չեն կանչել, ստացվում է որ սուտ եք խոսել, այն դեպքում երբ որ դուք հայտարարում եք, որ պատվիրաններին հետևող հոգեվորական եք առնվազն, եթե քննչականի դեմ ինչ պատվիրան, եթե հայտնել ասում են չասես դրա համար, հա ասում եմ, բայց կարող եք ասել, ոչ գիտես, հետո մի հատ մեջ բերում, որ ասում է օրենք չկա, պետք է պատվիրանները կատարես, ասեք 3 անգամ նույն դեպքով տենց իրան հակասում էր։ Ընդհանրապես, գիտես, այդ Տեր Արամի խնդրեմը կամ արդեն իրան որոշները իր ավազանի անունով են դիմում, ինչ Ստեփան Ասատրյան, եթե չեմ սխալվում, հա խնդրեմը որն է, այն ամենաառաջի խնդիրը, որ դու արձանագրել էիր հարցազրույց Պետրոս Ֆարյանի հաղորդման շրջանակներում, երբ որ ինքն ասել է, որ 2021 թվականին Իրան վերադասը ստիպել է գնալ հանրահավաքների։ Այդ պահից սկսած, երբ որ ինքը այդ հայտարարությունն արել է, այլևս արժանահավատ չի թվում հանրության առջև իր արած մնացած հայտարարությունները, որովհետև կա կանխավարկած, որ հիմա էլ արվող հայտարարությունները, օրինակ 5 տարի հետո կարող է
հարցազրույց ոչ թե Պետրոս Ղազարյանի, այլ Ղազար Պետրոսյանի մոտ հարցազրույցի ժամանակ ասի, որ իրան ստիպել էին, որ օրինակ վեհապարի դեմ դուրս գա, չէ՞, կանխավարկածը կա։ Ի վերջո ասենք մենք նման այլ նախադեպել ենք ունեցել հանրային քաղաքական կյանքում։ Էլի Պետրոս Ղազարյանի մոտ Կարեն Անդրեասյանը հայտարարում էր հեղափոխությունից հետո 18 թվականի ապրիլ-մայիսյան իրադարձությունից հետո հայտարարում էր, որ օրինակ Սերժ Սարգսյանի իշխանությունները իր ընտանիքին սպառնացել են, ինքը հայտնի զեկույցներ, չէ, իշխանությունների դեմ։ Դրա համար էլ ինքը ստիպված այն ժամանակ պաշտոնան կայացին, թե հրաժարական տվեցին։ Ու մենք տեսանք, որ օրինակ Կարեն Անդրեասյանի վարքը տարիների ընթացքում չփոխվեց։ Ինքը դարձավ Բարսեղական դատական խորհրդի նախագահ, հետո SNS-ով ազատվեց։ Հիմա չգիտեմ, հիմա ինչ որ բան ունի։ Չած այդ նույնանման, հա, չէ, ուզում եմ ասեմ, բավականին նույնանման է, հայ հասարակությունը տեսել է, էլի նման հայտարարությունների հետևումնչական։ Հա, բայց այս process-ը իրականում շատ տհաճ process է իմ կարծիքով, ու բայց նայեմ մտածում եմ այդ փաստացի պետ կառավարության բանի տակ գտնվող եկեղեցիների մասով ինձ թվում է շարունակելու է կառավարությունը ճնշումը այդ ուղղությամբ, այսինքն սոտ գույքային բաները, որ սկսի նաև եկեղեցուն այդ գույքային բաներից զրկել, ու այս process-ը սենց ես չգիտեմ ինչքան կտևի, ինչքան չի տևի, բայց ես իմ էլ ինքն քիչ տհաճ։ Զուգահեռ ալտերնատիվ եկեղեցի ստեղծելու բանն է, մեխանիզմն է, ոնց հասկանում ենք միակ աշխատողը, որովհետև չգիտեմ, ասենք հիմա կանան վեհապարին կալանավորեն, միջև վերջ չհայտարարի իր, ասենք գահը թողնելու մասին, ինչ պիտի տեղի ունենա, էլի։ Տեղապահը կկառավարի կամ ինքը կարա քրեակատարական ցանկ ասած հիմնարկից շարունակի, ասենք լինել ամենայն հայոց կաթողիկոս։ Իսկ եթե հրաժարվի, ինչ ես մտածում։ Թող հրաժարվի, չգիտեմ, կհասնի դրան։ Կհասնեն դրան, թե ոչ, կհրաժարվի, իսկապես ասենք, չգիտեմ, Գարեգին Բեի դեպքում, քանի որ ինքը բավականին փակ մարդ ա եղել այս տարիների, մենք չգիտենք Քաղաքական եթե անձնական հարաբերություններում ճանաչում են, ասեն այ օրինակ ինքը այս տեսակի մարդ է, երբեք չի կոտրվի կամ կարող է ինչ-որ մարդիկ որ կոտրվել չի էլի, այդտեղ գիտես։ Չէ, կոտրվել ես ճակերտավոր նկատի ունեմ, չի գնա հրաժար, կարող է ասենք ինքը իսկապես լինի տեսակ։ Այդ process-ը ոնց որ մի քիչ ավելի եթե լայնախոհ լինի, եթե ես նայում ես այս իշխանության վարը, այս սրան միջև վերջ sense այդ քանդելու բանով գնացող է, այսինքն իր մնալը օր-օրի ավելի է վնասելու եկեղեցուն։ Ավելի լավ է դու դուրս գաս այս process-ը անցնի, մի հատ ինչ որ նեյտրալ մեկը գա օրինակ այս գործով։ Դիքեյցել կարող է մտածի որ համոզմունքների խնդիր է։ Դե հիմա համոզմունքների խնդիր։ Կարող է ինքն համոզված է որ եթե դուրս գա, դա ավելի չես կարող։ Շատ բարդ բան է, բայց այն որ հա շատ վատ process է ու երկու կողմն էլ տենց զատնի չեն դնում։ Այսինքն կաթողիկոսը օրինակ այս որոշմամբ դե sense մի հատ վարկած կա, որը մի քիչ ճշմարտանման է, նախապես Տեր Արամն է ասել, որ Կիրակի պատարագը մատուցվելու ինքը կանչելու է վարչապետին, ասել ինչի ասել դե ով էլ լիներ ղեկավարը կկանչեի։ Դրանից հետո կաթողիկոսի այդ հանձնաժողովի այդ Մայրաթորի հանձնաժողովի որոշումն է լինում, այսինքն ըստ էության ոնց որ ինքը չկարենա լինի։ Նրանք էլ ասում են ինքը կարա մատուցի, չգիտեմ, մեկը ասում աշխատանքային իրավունքներն է խախտվեց, մեկը ասում է մի խոսքով շատ տարբեր բաներ է, հա, բայց այն որ sense ու իշխանությունն է շատ վտանգավոր հայտարարություն արեց, ասելով որ կան բազմաթիվ եկեղեցիներ, որ գտնում են ԿԳՄՍ-ի պետական հաշվեկշռում ու ասում են գործընթացը կսկսենք, որ տանք այնպիսի քահանաներ, ինչպիսին Տեր Արամն է, ոնց որ թե Հովանավանքը այդ եկեղեցիներից մեկն է, տանք Տեր Արամին, ինքը որպես իսկական, քանի որ ասում ենք փնտրտունքի մեջ ենք իրական հոգևորականներ գտնելու ճանապարհին, մենք ում գտնենք, ով որ իրական իր հետ կտանք այդ եկեղեցին։ Դե մեծ հաշվով օրինակ հանրապետությունում բոլոր եկեղեցիների տարածքները կառավարությունը կորոշի հանրային գերակաշարժ կճանաչի Թոյթան դատարաններում ու հիմա նաև Իջևան համայնքում տենց process է սկսվել Բագրատ Գալստյանի հետ կապված, որովհետև բանը հիշում եք որ ասում են Բագրատ Սրբազանը բարեգործ է ու քաղցկեղով հիվանդների համար առանձին տենց ինչ որ հանգստավայր թե հանգստի համար նախատեսված հա չէ Գետահովիտ գյուղում է գտնվում ու իրական տենց ինչ որ Կարեն Կարապետյանի հետ է կապված դա վարչապետի որոշմամբ իր ոնց որ կարգավիճակը փոխվել է այդ սկզբից մանկապարտեզ ա եղել հետո հանձնել են ՊՆ-ին ՊՆ զորամասին ենթակա գույքը համարվել հետո Կարեն Կարապետյանի որոշում տրվել է եկեղեցուն ու Բագրատ Սրբազանը ու այս վերջերս ինքը ըստ նշանակության չի ծառայել
այս տարիների ընթացքում 17 հոգի է այնտեղ գնաց ինչ որ բուժման մասնակցել ու հիմա նաև այնտեղ Գետահովիտի գյուղապետներ խոսում ասում են այս բազմիցս դիմել են պարոն վարչապետին process սկսելու հուսամ դա կսկսի եկեղեցին էլի համարում է որ սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է ու այսինքն նաև քաղաքական իշխանություն փորձելու է եկեղեցուն տնտեսապես ու ֆինանսապես գույքային առումով ճաշել այսինքն այս պայքարը գնալու այնտեղ էս տեսա որ նույնիսկ Բագրատ Սրբազանի հետ այդ արարողակարգ պատարակ էր ինչ որ մատուցող քահանաներից մեկն էր նաև Տեր Արամին աջակցություն հայտնել ինձ թվում է նաև այս տիպի մարդիկ օգնելու են քաղաքական իշխանության տարբեր հետաքրքիր փաստեր հայտնաբերել սենց օրինակ որտեվ շատ բանի չեն տիրապետել ինչ որ գույքը որտեղ է եւ այլն այսինքն եկեղեցի քաղաքական իշխանություն հակամարտությունը շարունակվելու է միջև տենց չգիտեմ հանգուցալուծումը շատ դժվար է ասենք անպատկերացնելի է էլի որ դեպքում է մեկն ու մեկը նահանջ կատարելու Համենայն դեպս ռեսուրսների իմաստով իշխանությունը տենց բան չի անելու, էլի, տենց նահանջ չի կատարելու։ Ես կուզեմ մեկ մի հարց քննարկենք, որովհետև հիմա ընթացիկ բան է, վարշապատում ընտրություններ են։ Մենք այս հարցի մի անգամ անդրադարձել ենք իշխանության տակտիկայի առումով, երբ որ փորձում են օրինակ ինչ-որ համայնքներ միացնել իրար զուտ քաղաքական նպատակահարմարությամբ ու հիշում ենք Դիանա Գասպարյանը հրաժարական տվեց Խոյի համայնքապետ այդ ժամանակ Արգիշտի Մեխակյանն էր, Արգիշտի Մեխակյանը հիմա ԺՊՆ-ն է, ժամանակավոր պաշտոնակատարն է, որովհետև Վաղարշապատ ու Խոյ համայնքները միավորվել են ու շատ բուռն քարոզարշավ է իրականում սկսվել, մենք այդպես իմ մոտ այդպես հիմնական 3 դերակատարներ են նշмарվել, մեկը Դաշնակցության եւ Առաջ կուսակցության ներկայացուցիչն է Հաղթանակ դաշինքը այո հաղթանակ դաշինքը որը բոլորից հայտնի այո սակուլիկներից մեկը եթե կարելի այդպես ասել որտեղ բայց ինքը չի ուզում դա մեկնաբանի ասում է շատ շուտ վա դեպք ա եղել չեմ ուզում այլևս այս 10 տարիներ հետո բայց ժողովուրդը իրան գոնե ոչ Էշմիածնից դուրս քաղաքական ակտիվ դերակատարը հիշում են որ Տարոն Մարկարյանն ուզում էր իր ատենախոսությունը չէ եթե չեմ սխալվում այո ատենախոսությունը պաշտպաներ եւ որոշ տղաներ ովքեր սովորում էին բանում ժողում հա Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում լրագրողների մուտքը արգելում էին ու ամենաակտիվ դերակատարներից մեկը հիմա այդ տեխնացուն է որը Մելքոնյան թե հա մեկ Արգիշտի Մեխակյան ու Հանրապետությունից Հարություն Մկրտչյան այսինքն ես իր երեքին եմ տեսել որ տենց ակտիվ քարոզարշավ է մեկնարկել երեքի կողմից ու ԿՊ-ի մոտ շատ խնդրալուց արդեն դրվագներ ընդհանրապես 2 օր անցել քարոզարշավից ընտրական օրենսգրքի քրեական օրենսգրքի վարչական այդ իրավախախտումները ինչքան տենց հոդվածներ կա տենց հերթով խախտելով գնում այո Հիմա այնտեղ կար որ նյութապես շահագրգռել մարդկանց օրգան հանրահավաքին քարոզչանյութերի տենց բազմաթիվ այդ տեղադրման խախտումներ կար եւ այլն ու տենց հաղորդումները որ տրվում է դիտորդական առաքելությունների կողմից մենք մեծ հույս ունենք որ այն միջոցները որ կիրառվում են անդիմադիր գործիչների նկատմամբ վերջապես նաև կկիրառվեն ես այս ամեն ինչը բան եմ ոնց ասում բանով եմ ասում էլի պաշտոնական բոլոր բառամթերքը տենց նաև արողակարգային բաղադրիչները պահպանելով եմ ասում հետո չասեն դու համ ծաղրում եք համ էլ ասում եք արդարություն արդարադատություն դե իմ ամենայն դեպս բան է Մենք սպասում ենք որ դա լինի, որտեվ դա ինչպես Նիկոլ Փաշինյանն նշել, հայկական ժողովրդավարության պահպանման համար շատ կարևոր է, բայց մյուսներից այդպես խախտումները ոնց որ թե չեն հայտնաբերվել, բայց ուզում եմ ասեմ այդ առաջ դաշինքը ունի լավ ռեսուրսներ Էշմիածնում, որտեվ իրենք նախորդ ընտրություններում մի 25% չափով հավաքել են ու այստեղ ինչն է սիմվոլիկա, որ Էշմիածնում է տեղի ունենում ընտրությունները, այսինքն եթե համարենք բնակչությունները համեմատենք, Խոյը քիչ է, բայց Խոյում էլ Արգիշտի Մեխակյանը տենց շռնդալից հաղթանակ հաստատ տանելու ու գուցե հավասարակշռի իր քիչ քվեները Էշմիածնում տարած, բայց ինչն է որ հիմա այդ եկեղեցի քաղաքական իշխանություն լարված հարաբերությունների ֆոնին նաև այդ խոսույթը կա Այսինքն դիմադիր թեև ասում է սա պետք է մենք ցույց տանք որ եկեղեցին անպաշտպան չէ իսկ մյուս թեւը ասում է սա նաև քվե որ Կատրիչ Ներսիսյանը ազատի Էշմիածինը այսինքն այս բացի այդ համենքային խնդիրների շուրջ քննարկումը նաև կա
ավելի մեծ բարձր քաղաքական քննարկում է։ Էլի, օրինակ Գյումրիի դեպքը հասկացանք, Էջմիածնի վաղար շաբաթ համայնքի դեպքը հասկացանք։ Տպավորություն կա, որ համայնքներում չի ընտրությունները միտված չեն լուծելու համայնքային խնդիրներ, այլ դրան զուգահեռ նաև նախընտրական կարգավորը հավելացնում է մի հատ ինչ-որ համապետական բան, առաքելություն եւ ծահալներ բեռ։ Օրինակ լավ, ասենք Էջմիածնի դեպքում այդ բանը կա, սիմվոլիկան կա, մայրաթորը այնտեղ է գտնվում։ Գյումրիի դեպքում, ես չգիտեմ, Գյումրիի դեպքում էլ կար, Գյումրիից էր սկսվել այս հեղափոխությունը, հիմա գյումրեցիներն ուզում էին այլ կերպ ասած տենց են, չէ՞, տիրաժավորում ընդդիմադիրները, ոչ տեղից սկսվելու է նոր Հայաստանի մյուս համայնքների դեպքում ինչ է տեղի նոյեմբերյան էլի ասենք։ Նոյեմբերյանի, ասենք, կամ չի, Հեսյոնիքի դեպքում էլ կարելի է պատմական կոմպոնենտներ գտնել, ասել ընդդիմությունը կարող ասի Լեռնա Հայաստանը պահում ենք։ Մյուս ինչ է, Վայոց ձոր, ասենք բոլոր դեպքերում է կա, այսինքն ըստ նպատակահարմարության օգտագործումը, ու ոչ թե մենակ իշխանությունների կողմից։ Հիմա օրինակ մարդկա օրինակ բոլորին դեմ է, այսինքն իշխան ներկա նախքին այդ դրվածքին դեմ է, ու ինքը ասում է ես եկել եմ այս թալանչիներին դուրս անելու համար։ Այսինքն չես կարող էլի զուտ համայնքային խնդիրներ քննարկես։ Ես ուզենամ օրինակ Աբովյանի մասնակցեմ ընտրություններին։ Հավես չես կարող, չէ՞ մենակ համայնքային խնդիրներից խոսած։ Ինչ համապետական, ինչ հաղորդեմ։ Աբովյանը ասեմ ինչով է հայտնի, որ ինչ-որ բան փորձել է։ Չէ, նաև օրինակ տեղական ընտրություններում թե ընդդիմադիր, թե իշխանական շերտը ուզում է, չէ՞, հաղթի։ Հիմա այդ դու չես կարող անտեսես, այսինքն մարդկանց պետք է նաև ցույց տաս, որ սա քաղաքական ընտրություններ են, ոչ թե որպես իշխանությունից։ Այո, չես կարող, եթե դու այդտեղ մենակ քննադատես, համայնքային խնդիրների լուծման մասին խոսես, քեզ կասեն դու դասական ընդդիմադիր ես, բայց նաև պետք է ինչ-որ sense այն վերևի քաղաքական քո գաղափարական բանը երևա։ Քոչայանական, որտեվ հատկապես այդ համայնքներում տենց մարդիկ པարզ ընտրություններ են երբեմն կատում։ Իրական թվում է թե մարդը պետք է գնա նայի իր այգին ով է բարեկարգելու, գնա իրան ընտրի, բայց չէ, նայում է տնա քոչայանականա, սերժականը, թե նոր մարդը, sense էլի մոտավոր։ Հա, այդ օբյեկտիվ է։ Իրականում Էջմիածինը ինքը բացի այն որ մայրաթոր Սուրբ Էջմիածին կնստավայր եւ այլն, ինքը Վանաձորից հետո ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքն է, 4-րդն է։ Ու ստրատեգիական կարևորություն ունի նաև իշխանության համար, որովհետև այս 26 թվականին, այսինքն եթե իշխանական տեխնացիոն հաղթում է այդտեղ, նոր մի հատ բան է, էլի, ոնց ֆորպոստ է, այսպես ասած, այնտեղից աջակցությունը մինչև 26 թվականի ընտրությունները իրեն կարող են այնտեղ լավ լավություններ անեն, խնդիրներ լուծեն եւ այլն։ Եթե Քարոզարշավի վաղտ անում են, օրինակ այդ բոլոր բնակավայրի Facebook-յան էջերում էլի օրենքի խախտումներով դրել են Արգիշտի Մեխակյանի նկարը։ Cover ֆոտոն։ Ես երկու բան նկատեցի, այտենց առանձնապես չեմ բան արել, նկատեցի որ Քարոզարշավի նախորդ օրը մեծ ինչ որ համեր են կազմակերպել Արտաշ-Ասատրյանով բան ու գումար են, հա, ինչ որ բարերարի ու գումար են բաժանել, այդ թվում է երեխու $10,000 չափով գումար են տվել, չի տեսին, չի այդ ոնց որ ավելի շատ բան է, մեկ էլ այդ մի քիչ բան է ոնց որ, բայց երկրորդ մասով այդ համայնքային աշխատողներին, այդ ԿՇ բան աշխատողներին, կանաչապատման բանի աշխատողները պլակատ էին փակցնում, կռանը, ասենք այդ կոնկրետ արդեն ոնց որ Այդ էսեն շարունակվեց, եթե սա կրկնվելու է 26 թվականի ընտրություններին, այն խոսույթն է սկսելու գերակշռել, որ Հայաստանում ընտրական միջավայրը շատ վատն է, որովհետև վարչական ռեսուրս է կիրառում, այնտեղ էլ մասնավոր ռեսուրսն է կիրառում, այսինքն մարդիկ փող ունեն, մասնակցում են, սրանք էլ իշխանություն են, մասնակցում են ու մենք էլ այդ ընտրությունը, այսինքն սա շատ վատ ուղերձ է փոքր կուսակցությունների, այն կուսակցությունների համար, ովքեր չունեն վարչական ռեսուրս, չունեն միլիարդավոր դոլարներ, չգիտեմ, դրսից աջակցություն չունեն, իրանք ասեմ, всё, ընտրությունները մեզ համար այլևս ոնց որ պայքարի միջոց չի, ու այս ամենավատ ուղերձն է լինելու։ Ու ասենք մարդիկ են լինել, որ ասեն всё ընտրությունով չես կարող բան փոխես, բայց այդ այլ վատ է։ Էջմիածնի տեխնացուների մասով ինձ հետ ակտիվ ինչ որ ծրագրային բաներ, բան, տենց փոստով ընկել է, ասենք նույն բաներն է, շներին ստերջացնենք, ապաստարաններ կառուցենք, կանաչապատենք, այգիներ կառուցենք, աղբանությունը լավ կատարենք, ստեղծենք այս ինչը դասական տենց համայնքային ընտրություններ է, այսինքն այս բանը, այս հետևի ջեբը դրած ինչ որ կուսակցության ծրագիր կա, որ տենց եթե հարց տան դրա մասին խոսաս, կամ էլ նպատակահարմարության, կամ էլ տենց էլի, բայց այդ երեք ուժերը լավ ակտիվ են, ես տեսա որ տենց ընտրարշավ է։ Նույնիսկ հետաքրքիր է նաև այդ բանավեճերը, բանը
Հա, Վանեցյանից, հա, բայց օրինակ ես օրինակ իրանց ավանդական ընտրարշավն է, շտաբում նստել, տղեկին ասել վերեք, տնակ ինչ կա, չկա։ Բլոկ։ Հա, այսինքն կա այդպես հստակ ռեսուրսային կենտրոններ, մարդիկ, որոնց վրա հիմնվում է, ես թաղում 100 հոգի, ես թաղում 50 հոգի, այդպես պետք չի գնալ այդպես կրեատիվ մեթոդներով, օրինակ, չգիտեմ, միկրոֆոնով, բանով խոսալ, բան մի անհարմար հարստան մեկել, ուշեմ էլի, sense ավանդական ընտրարշավը դեռևս։ Դե հաջողություն մաղթենք բոլոր տեխնազուներին, հետո նաև իմ կարծիքով, բայց օրինակ մենք լավ ֆորմատ ունենք, ես կարանք ինչ որ տարբերակ մտածենք տեխնազուներին, օրինակ հրավիրենք մեր մոտ։ Ներկայացնեն մասնավորապես 20-26 լայվին կարանք հրավիրենք։ Ինչի ոչ։ Շաբաթի համայնքում մասնակցող տեխնացուներին։ Կարող են։ Տեղական ընտրություններ ա մենք երիտասարդական ծածկույթ ունենք, կարող է եւ հետաքրքրի, ու կարող է չկա հետաքրքրի երիտասարդներին։ Շատ լավ։ Այսօրվա համար այսքանը։ Այո։ Դե կհանդիպենք գալիք շաբաթ։ Իսկ դուք բաժանորդագրվեք ու թողեք ձեր մեկնաբանությունները, դա մեզ օգնում է, որպեսզի ավելի մեծ լսարանի հասնենք։ Շնորհակալություն, այսօր այսքանը։